Այն մարդը, ով պնդում է, որ 23-րդ դարը թուրքը փոխվել է կամ ցեղասպանություն հնարավոր չի կամ ապուշ է, իրականում առանց նեղանալու ապուշ է։ Դե կան, չէ, ապուշ մարդիկ կան։ Սա վիրավորանք չի, սա ընդունեք բժշկական որակավորում։ Կամ էլ 5-րդ Շարասյան ներկայացուցիչը թուրք ադրբեջանական, միգուցե չհասկանալով դա, որը ըստ էության նախապատրաստվում է ժողովրդին մատաղացուի։ Ինչի համար։ Մեր աչքի առաջ վերջին 10 տարվա ընթացքում երկրագունդը ականատես եղավ նվազագույնը, իշտ 15 նույնիսկ, հա, 15 տարվա ընթացքում 6 անգամ ականատես եղավ զանգվածային ցեղասպանություններին, եզդիների ցեղասպանություն։ Աֆրիկյան, հա, մենք չգիտես ինչու, տենց որոշել ենք, որ Աֆրիկայում եթե, օրինակ, չգիտեմ, 150,000 հոգի մարդ են կոտորում, դա տենց ցեղասպանություն։ Հա, դե Աֆրիկա է, էլի։ Սիրիա, ընդամենը մի քանի ամիս առաջ դրուզներին եւ ալավիներին զանգվածաբար կոտորում էին, զանգվածաբար, դաժանաբար on-line ռեժիմով, այսինքն հեռախոսները միացնում էին, մորթում էին, ասեմ, ձեզ ավելին, Գազա, հա, որ իբր ստորագրել են Գազայի, չգիտեմ ինչ, հիմարությունա ոչ մի խաղություն էլ չկա ու չի կարա լինի այդ պայմաններում Գազայի հետ 63,000 հոգի մեր ու մանուկ դրեցին on-line մորթեցին, ասեմ ձեզ ավելին, եթե մարդ ապուշ է, հա, մարդ չի կարում ընկալի, որ 23 թվականի սեպտեմբերի 19-ին ցեղասպանություն էր Արցախում, չճանաչված կամ ճանաչված կամ հա ինչ-որ ստորադասումների մեջ գտնվող հայրենիք հասկացություն չկա, սա ուղղակի բառախաղել չի, սա չգիտեմ ինչ, հա, բայց այնուամենայնիվ սա այն, այո, նարատիվն է, որը մարդկանց վրա ազդում է 19 սեպտեմբեր 2023 թվական։ Մարդկանց կոտորեցին ոչ միայն մեծերին, հա, ես չգիտեմ նույնիսկ ոնց ձևակերպեմ։ 5 եւ 7 տարեկան երկու պուճուր երեխայի վիզը կտրեցին։ Ես չեմ ուզում հիմա տանել հուզական դաշտ, որովհետև երբ որ ես տանում եմ հուզական դաշտ, ցավոք այդ դաշտն էլ է ապակինվել, այսինքն լրիվ քայքայվել է եւ մարդկանց մոտ շատերի բլոկ է դրած գլխի մեջ, որ նեգատիվ ինֆորմացիա չընդունեն։ Սա նման է մի իրավիճակի, երբ որ խուժանը կացնով դուրդ ջարդում է, պնդելով, որ քո տունը իրա տունն է, իսկ այնինչ ունենք մենք ունենք, դու կադաստրի թուղթը ձեռդ վրեն ստորագրություն անկապ վերևի հարևանի հետ, որտեղ գրած է, որ այդ տունը քոնն է, կանգնում ես կացնով դուրը ջարդողին, այդ պրոցեսի ներքո տնեցիներին ասում ես մի վախեցեք, թուղթ ունեմ